Այդ նույն Ալիևը, այդ падոնը, որտեղ խոսում է այդ խաղաղության մասին, հաջորդ հարցի կամ հաջորդ շարունակական միտքը ձևակերպում է այս ձևի։ Հայերի ղեկավարներին դատապարտելով Բաքվում, խոսքի ռազմագերիների մասին է խոսքը գնում, նրանց անվանում է բան, ֆաշիստի բարով, որ ասում է նացիստներ։ Այդ նացիստների ղեկավարներին եմ ասում, ես դատել։ Դու պատկերացնում ես նացիստների ղեկավարներին դատել է ինքը։ Ուրեմն որ ղեկավարությունը նացիստ են, ուրեմն ժողովուրդներ նացիստներ են, չէ՞, մեզ էլա չէ դա վերաբերում։ Դրա հիման վրա այդ նացիստ բառը նույնիսկ ներկա իշխանությանն է վերաբերում։ Տենց է։ Եթե այդ մարդիկ այդ ժամանակահատվածում մեր ռազմագերիները դեղ գտնվելով այն ազատ ժամանակ, որ ազատության մեջ էին, Արցախը կար, այս ներկա իշխանությունը այն ղեկավարների հետ թե պատերազմներ էին անցնում, թե քննարկում էին այս մեկը մյուսը, չէ՞, տարբեր ոլորտներ հարցելություններին, մի մասը հայտնվում է Ադրբեջանի բան գերության մեջ, այս մի մասը խոսքի ազատության մեջ, բայց նույն նացիստներն են, չէ՞։ Հիմա ներկա իշխանության վերաբերում է այդ խոսքը, թե չի վերաբերում։ Ստեղ երկու տարբերակ կա։ Երևի Ալիևի մտքի մեջ նացիստ հասկացողությունը նրա մեջ է, որ այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվել կամ չեն գնացել զիջումների կամ չեն համաձայնվել թուրքական այդ մոտեցումներին, նրանք իրենք անվանում են նացիստներ։ Ով այդ ընթացքում համաձայնվել է ձեռասեղմել Թուրքին, կամ զիջել է, կամ Թուրքի երազանքները իրականություն է դարձրել, դրանք նացիստներ չեն։